Դերասանուհի Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել է գեղեցիկ և էսթետիկ հոլովակով, ցուցադրելով իր շքեղ բնակարանը։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում հաճախ է կիսվում առօրյա մանրամասներով։ Star News-ը հետևել է Ռոզայի էջին, ով օրերս մի քանի հրապարակում է արել։ Նախ հետևորդներին ցույց է տվել իր նուրբ ու նոր մատնահարդարումը։ Կիսվել է մազերի խնամքից ստացած և իրեն գոհացրած արդյունքով, ինչպես նաև հրապարակել է մայրիկի հետ նոր լուսանկար։ Դերասանուհին ուրախությամբ նշել է նաև, որ արդեն սկսել է պատրաստվել ամանորյա տոներին։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։ Ես հասա իմ երկրորդ լոկացիան, քիչ-քիչ պատրաստվում եմ ամանորին, հետո չեմ հասցնելու գիտեմ, իմ կիրակիների ազատ օրերի հաշվին ես իմ գործերն եմ այսենց անում։ Համ ամանորյա խմորեղենները կամրագրեմ, համ այսօր երեկոյան տունը հավաքույթ ունեմ, դրա համար պիտի վերցնեմ խմորեղեններ ու մի հատ էլ եթե հասցնեմ ձեր համար ներսում դեգուստացիա կնկարեմ, որ ծանոթանաք համերին, եթե ինչ իմանաք, ինչ պատվիրեք և որտեղից։ Գնանք տեսնենք ինչ ենք վերցնում, ներսանց ինձ նկարում եմ, ամիկին ասում եմ, նկարեմ, ասում եմ չէ, մերսի։ Գնանք տեսնենք ինչ ենք վերցնում ու դեգուստացիա անենք միասին։ Ռոզա Դավթյանը վերջին զանգ հեռուստասերիալի նկարահանումներից հետո Instagram-ի Story բաժնում հրապարակում է արել, ցույց տալով, թե որքան հոգնած է։ Հրապարակմանը կից նա գրել է. «Ուժերս հատել են։ Աչքերս թող խոսեն իմ փոխարեն»։ Առանց մեկնաբանության ներկայացնում ենք հրապարակած հոլովակները։ Դու ես ասում։ Չէ, ինձ եմ ասում։ Քեզ ես ասում։ Մինչև գալիս եք արդեն տեն սեղանում ջրելա։ Ինքնագովված ես։ Այո։ Ասում ես աղջիկը գանձա, ճիշտ ասում։ Ջաջավոք է։ Պապան տենց շողոքով բաներ ասում եմ։ Կյանք ճշմարտությունն է ասում։ Ճշմարտությունն է, որ սեմը հետ է գալիս։ Հա։ Երդում է, չի կորած ենք բան։ Սեմ գալիս է ու դուք իրար հետ եք ամուսնանում։ Պարզվում է, որ դուք բան եք։ Քուրու աղբես չեք։ Սուտ է եղել։ Սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է դերասանուհի Ռոզա Դավթյանի արտաքին տեսքը տարիներ առաջ։ Շրջանառվում են մի քանի արխիվային լուսանկարներ, որոնցից մեկում դերասանուհին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ է։ Ինչպես երևում է արխիվային լուսանկարներից, պատանի Ռոզան գեղեցիկ և բնական արտաքին ունի, իր տարիքին համապատասխան։
Իսկ տարիների ընթացքում դերասանուհին ձեռք է բերել ավելի հասուն գեղեցկություն եւ գրավչություն։ Նախագիծը դեռ առաջին սերիաներից գրավեց բազմաթիվ հեռուստադիտողների ուշադրությունը։ Սերիալի գլխավոր կերպարները՝ Հենրին եւ Անգելինան, շատ արագ դարձան սիրված զույգ։ Շատ սուր էին քննարկումներն այն մասին, որ հեռուստադիտողների մեծ մասը ցանկանում է զույգին տեսնել նաեւ միասին իրական կյանքում։ Սակայն, ինչպես հայտնի է, թե Ռոզա Դավթյանը եւ թե Լևոն Մկրտչյանը ամուսնացած են։ Այս կարճ ժամանակահատվածում նրանք միասին անցել են մեծ էմոցիոնալ ուղի։ Հատկանշական է նաեւ նշել, որ երկուսն էլ իրենց կերպարներին մոտեցել են լուրջ ու պրոֆեսիոնալ կերպով։ Օրերս Ռոզան իր ինստագրամում նոր հրապարակում էր արել։ Նա հուզվել էր կրկին դիտելով սերիալից հատվածներ եւ իր ապրումներով կիսվել էր էջում։ Հրապարակմանը կից Ռոզան գրել էր. «Իմ էմոցիաները սերիան նայելուց։ Անգելինան ուղղակի կերպար չդարձավ իմ համար։ Մտավ իմ սիրտ ու կմնա մի անկյունում միշտ, ինչ էլ որ լինի։ Ուրախ, տխուր, պարտված ու հաղթանակած բոլոր պահերը ես Անգելինայի հետ հավասար ապրում եմ։ Ինչ խոսք, սերիան հեքիաթային է ու լուսավոր, անգամ հուզվել եմ»։ Ինչպես Ռոզան նշել է իր ինստագրամյան հրապարակմամբ, թիմը կարողացել է ստեղծել մի նոր հուզիչ տեսարան։ Թվում էր այլևս նոր բան ստանալն անհնար է, բայց թիմի ընդհանուր աշխատանքի շնորհիվ ունեցանք մի տեսարան, որը վստահ եմ երկար կհիշվի։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին, սցենարիստ Նանեկ Մանուչարյանին եւ պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին։ Ջերմ խոսքեր ուղղել նաև իր խաղընկեր Լևոն Մկրտչյանին գեղեցիկ համագործակցության համար։ Մի շատ հետաքրքիր բանի շուրջ էի մտածում ու ասացի ձեր հետ էլ կիսվեմ։ Տեսարանը, որ ես ու Լևոնն ենք խաղացել, մի քանի օր առաջ նախորդ շաբաթվա մեջ էր սերիան կարծեմ, կդնեմ լինկը, դուք էլ գնացեք նորից նայեք, արդեն ուրիշ էմոցիաներով ու նախապատմությամբ։ Իրականում գիտեք, մենք մի տարի է շուրջ խաղում ենք պրոյեկտում ու այդ անիրական սիրո պատմության հետ կապված ամեն ինչ խաղացել ենք ըստիս, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ գրեթե մենք ամեն ինչի մասին խոսել ենք, 1000 անգամ իրար ասել ենք, որ սիրում ենք, պայքարել ենք, սիրուն տեքստեր ենք ունեցել, սիրուն տեսարաններ, սիրուն դրվագներ, ու թվում էր, թե ամեն ինչ մաքսիմալ ասված է, այսինքն նոր բան, նոր նյութ չկա, որ մենք ձեզ փոխանցենք, բայց այդ տեսարանում այնքան նոր էր ամեն ինչ, այնքան ուրիշ էր ամեն ինչ, այնքան ասելիքով էր ամեն ինչ,